Հայաստանում պաշտոնյա է կորել։ Կորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Ոչ հայլուրի զանգերն են նրան հասնում, ոչ էլ ժողովրդական վարպետի նամակները։ 3 հատ մեյլ էլեկտրոնային հասցեր, 3 հասցեին էլ ուղարկեցի իմ նամակ բողոքը հարցումները, օրի ետևից եկավ պատասխան, որ այս նամակը հնարավոր չի ուղարկել։ Լրատվամիջոց ու ժողվարպետ պարզ հարցեր ունեն Հակոբյանին։ Օրեր առաջ այն թափի ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը ինչ է արել դա կանխելու համար։ Կամ ինչ է անում Արամ Հակոբյանը, որ հայկական ասեղնագործության մյուս տեսակներն էլ հանկարծ Թուրքիայի ժառանգություն չդառնան։ Հայլուրի հարցմանը Հակոբյանի աշխատավայրից արտաքին գործերի նախարարությունից տեղեկատվության եւ թվային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատարն է պատասխանել, ավելի ճիշտ պատմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին։ Ինչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ այսպես ասած դեսպանը, որ հայկական ասեղնագործությունը Թուրքիայի ժառանգություն չդառնա, հարցի պատասխանը չկա ու չկա։ Ես նամակ եմ ուղարկել փոստով։ Ժողովրդական վարպետի հարցերն էլ դեպի Փարիզ ճանապարհին են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը Ֆրանսիայում է, ՀՀ մշտական ներկայացուցչությունն էլ Փարիզում է կենտրոնակայանին մոտ։ Հայրենիքից հեռու, անգամ մտքով ու սրտով։ Տալով իմ աշխատավարձի 10% այդ նամակին վճարելու համար։ Ուրեմն, բայց դա չի կարևոր էլ դա ուղղակի հա։ Եվ նայում եմ ուրեմն փոստով ուր է հասել իմ նամակը, ուղարկել էի դեկտեմբերի 22-ին։ Դեռ Հայաստանում է։ Հայաստանի սահմանը դեռ չի անցել, օդանավակայանում է գտնվում։ Այսինքն, եթե մեր կառավարությունը այնպես է աշխատում, որ քաղաքացին չի կարողանում գտնել պաշտոնյայի հետ որևէ կապ, շատերը դրա համար են ասում, ինչ իմաստ ունի դիմել որևէ պատկանմարնի։ Այն թափի ստեղծագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելը լի է վտանգներով, զգուշացնում է ժողովրդական վարպետը։ Ես հիմա քրեական պատասխանատվություն եմ սպասում։ Ինչ անելու։ Գուցե մի օր էլ ՀՀ ժողովրդական վարպետներին ասեն ազգամիջյան թշնամանք եք հրահրում, երբ ասում եք այն թափի ասեղնագործությունը հայկական է։ Դա ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգություն է գրանցել։ Արդյոք չեմ հայտնվում նույն վիճակում, ինչ որ Արմեն Գրիգորյանը ուրեմն ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցով։ Խորհրդարանում մասնագիտական մտահոգություններին իշխանականները ականջալուր չեն եղել։ Ընդդիմադիր պատգամավորներից Արմինե Խերանյանի օգնականի հետ են հանդիպել մշակութային գործիչները։ Ուզում են, որ պատգամավորը ազգային ժողովի ԿԳՄՍ հանձնաժողովում բարձրացնի իրենց ուզող հարցերը, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչին պատասխանատվության կանչելու։ Այն թափի հայկական ասեղնագործությանը նվիրված մի հսկայական գիտական ժառանգություն է կասկածի տակ դրվել։ Իդեպ ինչ է անում Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։ Թե հայլուրի, թե ժողովրդական վարպետի հարցումներին ԿԳՄՍ-ից պատասխանել են, որ դա իրենց լիազորություններից դուրս է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործն է։ Երեկ ես սկսել եմ նոր նախաձեռնություն բոյկոտ ՅՈՒՆԵՍԿՕ վերնագրի տակ։ Ստորագրահավաք է նախաձեռնել ժողովրդական վարպետը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գուցե ետդարձ չանի, բայց պետք է աշխարհին ասել, որ այն թափի ասեղնագործության դպրոցի հիմնադիրները հայերն են։ Մինչև հայոց ցեղասպանությունը այն թափում ասեղնագործությունը պարտադիր ուսուցման առարկաներից էր։ Հայերը թել քաշելով ասեղնագործել սովորեցնում են նաև թուրքերին ու քրդերին։ Սա բողոքի ձայն է։ Մասնագետները պահանջում են, որ պատասխանատուները գտնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանին։ Եվ հենց առաջի էջում դրված է այն թափի ասեղնագործության նմուշ։ Կամ թող աշխատի, կամ էլ հեռանա։ Հայկական ասեղնագործության մյուս տեսակները թուրքական չպետք է ճանաչվեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է ամրագրի, որ դրանք հայկական են։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։